պատկերացրու իմ կյանք։ Բյուրեղավանում շարունակում են գնել խմելու ջուրը։ Արնովի ջուրն է։ Ծորակը բացելու դեպքում Լաուրատատն անպայման եռացնում է ջուրը, նոր թույլ տալիս տնեցիները խմեն։ Խմելուց առաջ եռացնում եմ, չայդանը։ Ո՞վ խմեցի ջուր։ Ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքն իմանալուց հետո ծնողները արգելում են երեխաներին ցայտ աղբյուրներին մոտենալ։ Բյուրեղավանի ջրում հայտնաբերել են կոլիֆորմ մանրեներ։ Այս մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Դե հերիքա ժողովրդի համար, կոյողա ջուրը եթե խառնվի ժողովուրդը խմի, ինչ կլինի։ Este անուշադրության մատնված երկիրը չի։ 15 տարեկան աղջիկ թունավորվել էր, աղբերներ պատմում, որ մի կերպ հասրել է հիվանդանոց։ Ջերմության մեջ, դողը տված վրան, աղեքների խանգարում եւ այլն։ Վեոլիա ջուրը մարդկանց վստահեցնում է, թե ամեն ինչ կարգին է։ Մի հատ նիվայով վրան գրած վիոլա ջուր, իրաց լաբորատորիայից գալիս է, այս ջրից նմուշ են տալու։ Ամեն առավոտ։ Բայց քանի հարցում ենք, ասում են նորմալ է, շեղում չկա։ Բայց ինքերին դեմը խմում, ասում են դե դու ես խմում։ Բայց ես վախում եմ։ Իրավական պայքար պետք է սկսել, ասում են բյուրեղավանցիները, բայց համոզված չեն, որ հասարակ մարդիկ դատարանում կարող են հաղթել Վեոլիա ջրին։ Չէ, դրա համար կան օրգաններ, որ պետք է զբաղվեն, կա следственный բաժին, կա քաղաքապետարան, որ դրանք պետք է այդ հարցով, մենք ովքեր, հասարակ ռամիկ մարդիկ ենք, մենք ոչ մի բան չենք կարա, ոչ մի հարց չենք կարա լսի, մեզ չեն էլ լսի։ Եթե իմանանք ինչ-որ մի բան փոխվի, ինչ-որ մի բան շայ կանենք, բայց դե չգիտեմ։ Բացի ջրի խայտառակ որակից, նաև անջատումներն են երկար տևում, դժգոհում են մարդիկ։ Իրիկունը 7-ին տալիս են 9-ին 15 դրամ։ Ամբողջը 4 ժամ ընտանիքում 5 հոգի չեն հասնում լողան։ Մենակ լողանալուց ենք սրանով լողանում, են աշխատում ենք վերանները չենք։ Անճարությունից նույնիսկ կատակում են բյուրեղավանցիները։ Քարոզարշավի օրերին, երբ քաղաքացիական պայմանագիրը եկել էր Բյուրեղավան, ամբողջ քաղաքի ջրերը կտրել էին։ Մենք ծոյերը միջև 12 տարուս էլ 15 դրին է տորը։ Հա, ասին որ նիկալ չխմել։ Խմելու ջուր ունենալու համար շատ բյուրեղավանցիներ երկար ճանապարհ են կտրում, հասնում Նորատուսի ոլորանների մոտ գտնվող հայտնի Ադեի չռիկը։ Բայց այնտեղ էլ զգուշացնող գրություն կա. ջուրը վարակազերծված չէ, պիտանի չէ խմելու համար։ Զգուշացումը, սակայն, բոլորին չէ, որ կանգնեցնում է։ Արդեն կասկածում եմ, բայց միշտ խմելը ոչ բան չէ լինի։ Զարուհի Իսահակյան, Հենրիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։